դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը կան օբյեկտների շինարարության և գույքի ձեռքբերման ֆինանսավորման մասին հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան, համեցեք պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառույցյան հարգելի անդամներ, ներկայացվող նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կառավարության պահոստային ֆոնդից։ Պետք է նշեմ, որ կառավարության պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է թվով 4 մանկապարտեզների կառուցման հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակին և թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի այս ծրագրում կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ցայսօր աշխատանքներ են տարվել, կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ և տարվում են 357 դպրոցներում։ Պետք է նշեմ, որ 26 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները էլ ավելի են աճել, կազմելով շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը 51.2%-ով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը, իսկ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները, պարոն վարչապետ, արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում և որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված և պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող և ևս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում և մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի ևս 50 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ևս 47 կառուցվող դպրոց, այսինքն ընդհանուր թիվը կկազմի 2026 թվականի տարեվերջի դրությամբ 308 դպրոց, որից 139 կառուցված և 169 կապիտալ նորոգված։ Նաև այստեղ որոշակի մասհանումներ ենք կատարում, ինչպես նշեցի, արագ արձակագնման ֆոնդի ընդլայնմանը և ՀՏԶՀ-ի կարողությունների զարգացմանը։ Խնդրում եմ հաստատել և եթե կարելի է վերջի նախադասությունը, պարոն վարչապետ, որ մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք ևս նոր նախագծեր շրջանառել դպրոցաշինության այս մեծ ծրագրի համար ֆինանսական միջոցներ ավելելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հարգելի գործընկերներ, այժմ թվարկենք, թե ինչ ենք ֆինանսավորում և ինչի համար։ Առաջինը մանկապարտեզների կառուցում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբ Ջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ։ Հաջորդը Ծաղկահովիտ համայնքի, խոսքը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի մասին է, Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, այսինքն շինարարությունը ընթացքի մեջ է, տեխնիկական հսկողություն ենք ավելացնում։ Հաջորդը մանկապարտեզների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, նորմալ է, այստեղ ես ուրախ եմ, որ ավարտվում է, որովհետև այս մանկապարտեզը մի օր ուղղակի պատահական Գեղամասարի գյուղամեջում կանգ ունեցա և հարցրեցի, մարդիկ ասացին, որ մանկապարտեզն է հրատապ խնդիրը, երևի դա 2 տարի առաջ էր կամ մի քիչ ավելի շուտ, այսինքն 4 տարի է տևել, 3, երբ էր, պարոն
1.5 տարի առաջ է եղել, պարոն վարչապետ, ձեր հանդիպումը ու ծրագիրը 2026 թվականին պիտի ավարտվեր, բայց հիմա ավելի շուտ ավարտում են, կես տարի։ Նախատեսվածից շուտ են։ Այո, 2026-ին էր նախատեսված։ Մանկապարտեզների նախագծում Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի երեսպատման տարածքի մասնակի բարեկարգման նախահաշվային փաստաթղթերն ենք սկսում սրանով եւ մանկապարտեզների գույքով ապահովում, ինչ նշանակում է խոսքը ավարտված մանկապարտեզների մասին, կամ ավարտվող։ Հիմա այս գույքերը քանիսն են ավարտված, քանիսն են ավարտվող։ Անվարչապետ կոնկրետ այս մանկապարտեզի պարագայում ինքը 21 թվականին վարկային միջոցներով է կառուցվել, սակայն մի րոպե, ես ուրիշ բան եմ հարցում։ Հիմա մենք ունենք 16 մանկապարտեզներ գույքով ապահովում։ Հիմա ես դրանք եմ թվարկելու, բոլորը ավարտված են։ Այո։ Շատ լավ։ Կամ ավարտական փուլում է մի քանիսը։ Այո։ Ինչ նշանակում է, որ արդեն եզրափակիչ հատվածն է։ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի Կակաչ մանկապարտեզ ավարտված է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ Մսուր մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ ավարտված է, շինարարությունը ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, ավարտական փուլում է հիմնանորոգումը։ Լոռու մարզի այստեղ չնշեցի, որն է 0-ից կառուցվում, որը հիմնանորոգվում կամ կառուցվող կամ հիմնանորոգվող։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալիա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Պրիվոլնա է, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կատնախբույր գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիայով։ Սրանք այս վերջին հատվածը բոլորը գույքով ապահովելու մասին էր։ Հարգելի գործընկերներ, իհարկե, սա նաև մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները պետք է ապահովենք եւ դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով։ Բայց ես նաև ուզում եմ իմ դիտարկումները կիսել վերադառնալով դպրոցների թեմային կապված գույքի որակի, գույքի օգտագործման որակի հետ, եւ գիտեք, ես շատ կարեւոր եմ համարում, որ ինչ որ ասում եմ ինքը ճիշտ ընկալվի եւ չընկալվի որպես մեղադրանք, չընկալվի որպես տես նեգատիվ ինչ-որ բան, այլ որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել։ Ես գիտեք, որ մենք բոլոր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող, չնայած լաբորատորիաների հատվածում ոչ միայն հիմնանորոգվող, բայց ես կենտրոնանամ նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցներին, ապահովում են նոր գույքով։ Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանամ մարզական գույք, լաբորատոր գույք, լաբորատորիաների քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն։ Եվ ես մտահոգություն ունեմ հետեւյալ հետ կապված, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործում, ինչքանով է դա նպաստում կրթական process-ի զարգացմանը։ Ես ասենք այնպիսի դեպքեր եմ ականատես լինում, ես էլ եմ ասում, խնդրում եմ, այդ որտեղ է տեսել եմ, խնդրում եմ նաև մեր հարգելի
տնօրենները եւ ուսուցիչները դա չընկալեն, որովհետեւ ես հիմա որ ասեմ, բարձա չեմ ասելու ինչը որտեղ ա եղել, բայց իրանք իմանալու են ինչը որտեղ եմ տեսել, ես խնդրում եմ, որ իրանք սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն։ Ես ուղղակի ուզում եմ կիսվեմ եւ հրաապարակային, որ ես հաջորդ տեղերը ես նույն բանը, ինչ եմ հրաապարակային անում, որովհետեւ գիտեմ, որ գնալու եմ նույն բանը շարունակաբար ամենտեղ տեսնելու եմ։ Ես ձեզ օրինակ բերեմ, ես մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, որ ենթադրենք բաներ կան, տարբեր նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում տենում ես այդ նույն տեղը դրածա։ Լաբորատորիաների հետ կապված։ Ասենք ես մտնում եմ, մենք հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև բաներ ենք, խալաթներ են սպիտակ, սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանածա, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ես իրոք տպավոր, էլի սկզբում 1, 2, 3, 4, ես ասում եմ շատ լավ նոր է, բայց եթե մենք այստեղ մեխանիզմներ չունենանք վերահսկելու, մասնավորապես ես այսօր նախարարի հետ առավոտյան խոսեցի, մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետքա դասալսումներ։ Մենք պետքա գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնենք, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։ Ես տպավորություն չունեմ։ Ու ընդ որում ես այս վերջերս միտեղ, որ ուրիշները չնեղվեն, ես մեր օրինակը բերեցի, ասի, օրինակ մեր տանը եղել է բան տենց համոզված եմ առնվազն էլի մարդիկ կան հարաբերությունը, որոնց տանն էլ է տենց եղել։ Մեր տանը իմիջիալից միջև մի կա, Իջևանի տանը բան կա, սերվիս կա, որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, այդ պահարանում դրած է միշտ։ Ու ես չգիտեմ սա երևույթը որտեղից, ոնց է։ Ես ուրիշ տեղերն եմ տեսել, տենց աչքի տակով որ նայում եմ, տենում եմ ընդ որում ելնում է որ նույնից է ելնում եւ նույն տեղը դրած է ելնում տարբեր տներում։ Այս ընկալումը խնդիր է, սա մի հոգու մասին չի, սա մեր մասին է։ Այդ գույքը գիտենք որ այդ թվում ֆիզկուլտուրայի բան գերան են ասում թե ինչ են ասում կամ վերջը տարբեր մարզագույք կա, որը ասենք ենթադրենք լավ, կարա 50-60 կիլոգրամ քաշ ունենա։ Հա պետք է ամեն դասի համար բերել դնել, դասից հետո տանել դնել պահեստ։ Պահեստն էլ, այսինքն պահեստը որն է, դահլիճներին կից խորշեր են, որ նախատեսված այդ գույքը դնելու համար։ Ես գիտեմ, որ լավ դե դրել ենք, մի բան որ միտեղ տնում ենք, մի 6 տարի էլ տեղից չենք շարժում, որովհետև հա դե հազիվ դրել ենք։ Չէ՞ պետք է դա էլ է կրթական process։ Դասը պետքա նախապատրաստվի, հա պետքա այդքան գույքը, ընդ որում այդքան շատ գույքը դրել ենք, ես հիմա այդ աչքով նայում եմ, մարդիկ կասեն, այսքան պետքա հանենք դնենք, հա, պետքա հանենք դնենք, որովհետև կրթությունը էդ է,
Ոնց որ ասենք դե դասագրքերը տվել ենք, հա, դրա համար էլ բան, տենց մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար, դասագրքերը ստանում ենք, իսկ դպրոց չենք էլ տանում հետներս։ Ոնց որ ասենք դասագրքերը դե պայուսակից խի հանենք էլի մեկա հետ ենք, չէ՞ դնելու։ Ինչի հանենք։ Սա համատարած, սա արդեն ոչ թե դեպք է, սա խնդրեմ է եւ ստեղ ես ակնկալում եմ եւ տեսչական մարմինը, եւ նախարարությունը, եւ մարզպետարանները, եւ մարզպետարանների հանրակրթության բաժինները պետքա մենք համոզվենք, որ այդ գույքը տեղում է, ընդ որում տեղում դրանից էլ պետք չի վախենալ, պարզա ապակի կոլբա է, պարզա կկոտրվի էլ, թող կոտրվի, բայց ոչ թե հատուկ ջարդենք, այլ process-ի ընթացքում թող կոտրվի, դրան էլ ձև կա փաստաթղթավորելու եւ այլն, բայց սա չի լինի, ես արդեն ասենք 1-2 անգամ ասում եմ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ չեմ ասում, բայց դա ինձ համար ակնհայտ է։ Եվ ես հիմա հրապարակային եմ ասում, ընդգծելու համար, որ դա ակնհայտ խնդրեմ է եւ այդ խնդրեմը պետք է լուծվի։ Դա տեսչական մարմնի աշխատանքն է, եւ նախարարության աշխատանքն է, եւ մարզպետարանների աշխատանքն է, ել չեմ ասում մեր հարգելի տնօրենների եւ ուսուցիչների աշխատանքն է, եւ այս խնդիրը պետք է լուծենք։ Համեցեք մամորդիրս։ Մեծարգո վարչապետ, ընդունվեց ձեր անձնարարականը, կկատարվի իհարկե այդ վերահսկողությունը, ես ասեմ, որ ի կատարումը ձեր նախորդ անձնարարականի մենք արդեն իսկ ԱՈԿ-ը աջակցություն ուսուցման կազմակերպանը ավելացրել ենք ֆինանսավորումը գրեթե 400% եւ առաջի անգամ արդեն 25 թվականին հենց կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաներով մենք վերահսկողություն ենք կարող իրականացնենք, որի ընթացքում էլ նաեւ այդ սարքավորումների արդյոք ճիշտ են օգտագործվում, արդյոք դրանք անվտանգ են, արդյոք ճիշտ են տեղադրված եւ մնացյալ այդ ոլորտին վերաբերելի հարցերի մասով մենք պատասխանները կունենանք եւ կփոխանցենք լիազոր մարմնին։ Բացի այդ, նաեւ մենք ներդրել ենք արդեն ռուբրիկներ, ձեր ասած ձևաչափով, որ ընթացիկ պատահականության սկզբունքով այդ թվում վերահսկողություն իրականացում են ուսումնական կենտրոններում եւ շոշափելի վերահսկողություն լինի, քանի որ մենք խաչաձև լսումներ ենք կարողանալու իրականացնենք եւ տեսուչները ու մասնագետները հնարավորություն են ունենալու նաեւ հենց այդ լաբորատոր սարքավորումներից օգտվելու կարողությունները տեսնեն այս արդյոք այդ երեխաները տիրապետում են այդ լաբորատոր սարքերից օգտվելուց։ Այդ մասով նաև համակարգչային տեխնիկայից, նաև սպորտ գույքից եւ ընդհանուր լաբորատոր սարքավորումներից շնորհակալություն։ Այստեղ ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում որ էլի եմ ասում, տես նեգատիվի բան տպավորություն թողնի, բայց ես պետքա հրապարակային ասեմ, որ որովհետեւ որ չասեմ, ես չեմ պատկերացնում, ես չեմ կարող անընդհատ այս նույն թեմաների մասին խոսալ։ Ես գիտեմ, որ մենք դպրոցներին տալիս ենք նորակառույց դպրոցներում մասնավորապես էլեկտրոնային դաշնամուր, որը գիտեք, որ բաներ կան, դահլիճներ կան, բեմ կա եւ այլն եւ այլն։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ։ Այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է, երեխեքի։ Դա այն մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուս 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում։ Դրեք բեմերի վրա բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ, դահլիճում պետք է լինեն, որ երեխեքը նվագեն այդ դաշնամուրի, երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք, այդ տենց բան էր, տենց պատկերավոր նկարագրություն էր, որտեվ դա արվում է, որպես երեխեք ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլի ասում եմ, ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Ես էլի տնօրենի հետ իմ խոսակցությունն եմ հիշում։ Մտնում եմ բանը, ցնցուղ
նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում եմ հա չենք օգտագործել։ Ասում եմ քանի երեխա կլինի դպրոցում, ասենք հիմա բան չի, էտել քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա, ում տանը ցնցուղ չկա։ Կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան։ Ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի, խնդիր կլինի։ Ինչի համար ենք ամեն ինչը տենց պահում, փակում եւ այլն եւ այսինքն առնվազն կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցուղ ենք բան արել։ Չնայած PR-ն էլ իր տեղն ունի, հարցը դա չի, բայց օքեյ, PR-ը կարա լինի մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, բայց մնացած տարվա մնացած 363 կամ 2 օրը այդ դպրոցը պետք է աշխատի, եւ սա խնդիր է, որը մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել։ Այդ խնդիրն էլ լուծված չի։ Էլի կամած տենում ենք, որ այսինքն սա այս հարցերը պետք է լուծվեն եւ խնդրում եմ լուրջ վերաբերվեք սրան։ Պետք է նախարարությունն է, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան։ Որովհետեւ այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Միանշանակ հանձնարարականները թե կապված դասալսումների եւ առհասարակ մշտադիտարկման գործառույթի ուժեղացման հետ կապված անպայման կապահովենք նաեւ այդ դպրոցների պատերի բովանդակության մասով։ Ես ուղղակի կուզեի նշել, որ մենք նաեւ փորձում ենք մակրո դիտարկման միջոցով նայել դպրոցների ակտիվությունը, տարբեր հանրապետական նշանակության միջոցառումներ եւ դրանով եւս չափել ինչքանով է տրամադրված գույքը օգտագործվում։ Ասենք մասնավորապես, եթե մի դպրոցի, որտեղ մարզադահլիճը վերանորոգվել է եւ գույքով ամբողջովին նոր համալրվել եւ այնտեղից դիցուկ վարչապետի գավաթի, ասենք բասկետբոլի գավաթին չեն մասնակցում, անգամ համայնքային փուլին, դա ինքնին ցուցիչ է, որ մի բան այն չի եւ մենք դա հաշվի ենք առնում նաեւ տնօրենների ատեստավորման ժամանակ կամ եթե լաբորատոր սարքավորներ ունեն, բայց գիտության փառատոնին կամ որևէ այլ, ասենք 9-րդ դասանի ավարտական քննությունների ժամանակ դիցուկ նախագծային աշխատանք չեն ներկայացնում այդ դպրոցից կամ քիչ երեխեք կամ ոչ մեկ, դա արդեն ցուցիչ է, որ այդ լաբորատոր բաները չեն օգտագործվում ըստ պատշաճի եւ նաեւ դա մենք հաշվի ենք առնում դպրոցներին մեր գնահատականի, այդ թվում տնօրենների ատեստավորման ժամանակ ուզեի սա ընդգծել։ Շատ լավ։ Ես ուզում եմ մեր մոտիվացիան այն չի, որ մենք դիտողություն անենք, նկատողություն անենք, պրետենզիա ներկայացնենք, մենք ասում ենք եկեք այդ նույն վարչապետի գավաթի մասին խոսեցիք, հիմա մենք գնում ենք այնտեղ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, որ անդադ այնտեղ են։ Անդադ պատվանդանն են, ինչը շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ կան նաեւ նման, բայց մյուս կողմից էլ ասում ես մի րոպե, բայց Այս մի կողմից լավ է, նշանակում է այդ ուսուցիչները շատ լավ ջանասեր, կենտրոնացած, նվիրված աշխատում են, բայց մյուս կողմից, երբ որ տեսնում ես հանրապետությունում 10 ֆիզկուլտուրայի ուսուցիչ կա, որ բոլոր վարչապետի գավաթները կիսում են իրար հետ, ինչը շատ լավ է, այդ նախ իմ գնահատանքը եւ խոնարհում է այդ մարդկանց, որ իրանց աշխատանքի վրա այդքան կենտրոնացած են, բայց հարց է ծագում, բայց մի րոպե, այս ինչ որ խնդրի մասին է խոսում։ Եվ այստեղ էլ մենք խնդիր ունենք եւ այս խնդրի վրա պետք է ուշադրություն հրավիրենք։ Համեցեք Մասինյանյան, ինչի կասում։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, այս նույն տրամաբանության մեջ գույքի մասն ենք խոսում, բայց նաև պետությունը այսքան գումարներ է ծախսում վերանորոգում սպորտային սրահները եւ որոշ դպրոցներ դաշտեր ունեն, նաև դպրոցից հետո մեր երեխաները եւ ոչ միայն իրենց ծնողներն էլ հաշվի առնելով մանավանդ քաղաքի տարածքի սակավությունը այդ դպրոցի դաշտերը եւ սրահները հանրության համար իհարկե ոչ լրիվ կարգավորված ընթացակարգերով, բայց
բաց պահել, որպեսզի մարդիկ կարողանան դասերից հետո ակտիվ սպորտով զբաղվել, թե չէ մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի, կենսակերպի մասին դժվար է խոսել, երբ որ մարդիկ պարզապես դրա ֆիզիկական լոգիստիկ հնարավորությունը չունեն։ Այդ խնդիրն էլ է դրված մեր դպրոցների առաջ եւ ընդ որում ես ուզում եմ էդ էլ ասեմ, որ որոշ տնօրենների օբյեկտիվ մտահոգությունը մասնավորապես ձեր ասացի վերաբերյալ, ձեր ասացի մասով, որ գույք հարակ կմաշվի, դա էլ եմ ես հասկանում, բայց մենք հիմա ունենք պայմանավորվածություն, որ սա մեկ անգամյա գործողություն չի։ Մենք հիմա պետքա ստանդարտ ենք սահմանում, թե դպրոցը այս լաբորատորիան ինչքան ժամանակ պետքա օգտագործի, դաշտը ինչքան ժամանակ պետքա մնա առանց նորոգման։ Այսինքն սա նենք չի, ես հասկանում եմ, որ նախկինում ավանդույթն եղել այն, որ ֆուտբոլի դաշտը եղավ, վերջ գնաց, դա առաջիկա հարյուրամյակների համար է։ Մենք դեն չենք վերաբերվում, մենք մեր բյուջետային եւ կառավարման process-ները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ որ ժամանակ, ես չգիտեմ, այդ մասնագիտական վերլուծությունն է, որը հիմա արվում է, ինչ որ մի ժամանակ հետո դաշտը պետքա նորոգվի, ինչ որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետքա թարմացվի, չգիտեմ, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ այո, ուրիշ խնդիր կա, կան մենք հիմա բողոքներ ենք ստանում, որ դպրոցները ուրիշներին վարձակալության չեն տալիս տարածքները տարբեր նպատակներով։ Դա էլ է խնդիր, որին մենք անպայման պետք է անդրադառնանք, բայց դա հարց է, որին մենք ընդհանրապես իհարկե կանդրադառնանք, բայց ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների մասին խոսեցինք, եւ ես ուզում եմ զուգահեռ խոսել նաեւ գոնե միջանկյալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով, որովհետև կախված ծառաբեռնվածություններից երևի փոխվում են։ Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ աշխատավարձ։ 863 ուսուցիչ ստանում է 400.000-ից մինչև 500.000 դրամ աշխատավարձ։ 109 ուսուցիչ ստանում է 500.000-ից ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն, ճիշտ բառը վարձատրությունն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն, խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ եւ այլն եւ այլն։ Ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն։ Ուրեմն 2118 ուսուցիչ 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400.000-ից մինչև 500.000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500.000-ից մինչև 600.000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600.000-ից մինչև 700.000 դրամ վարձատրություն եւ 2 ուսուցիչ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Այսինքն ընդ որում հիմա տեսեք երկու ուսուցիչ ունենք, որ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն են ստանում, ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի եւ ստանում են 700.000 դրամից ավել ամեն ամիս ստանում են 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, թե ինչ որ մի բան կա, որը հասանելի է միայն եւ միայն բացառապես նշված երկու ուսուցիչներին։ Եվ բնականաբար նույնը հասանելի է, ինչ որ իրենք անում են եւ ստանում են, հասանելի է նաեւ մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը կարող է ստանալ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Ես իհարկե թեմայի հետ ուղիղ չի առնչվում, բայց քանի որ մենք հոգեբանորեն կամ ինչ որ ձևով կապում ենք իրար հետ, ես ուղղակի առավոտյան խնդրեցի եւ ստացա նաեւ շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300.000-ից 400.000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող 400.000-ից
500,000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային, այսինքն որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ, ոչ մի կոչում։ 523 զինծառայողը 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600,000 դրամից 700,000 դրամ վարձատրություն եւ 31 զինծառայող շարքային 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Կրկին, ելի ես հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700,000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի, իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Հա նաև ասեմ, որ հիմա նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը եւ այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը եւ վստահությունը ավելացել է եւ սա շատ կարեւոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ եւ բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա։ Ես այն չի համար եմ ասում, հիմա օրինակ կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ, ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրենք պետք է ստանան 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ եւ ստանում են։ Վարձատրություն, ոչ թե աշխատավարձ։ Շատ լավ, վերադառնալով 44 համեցեք բան հենց։ Պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ ուրախությամբ ասել, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված